Բարև ձեզ։ Ինչ եք պատրաստում։ Առաջում սպասում ենք մնացած գործողություններին։ Ձեր պահանջը այստեղ հավաքվել։ Մեր պահանջը մեր աշխատանքի օրերն ենք ուզում իմանանք հստակ եպա, անհանգիստ վիճակը, կոնկրետ հստակ բան է մեզի պետք որ իմանանք։ 10 օրից ավել արդեն։ Ինչ եք նախատեսում, ինչ եք պատրաստում անել։ Ընթացքը ցույց կտա։ Ոնց որ բոլորը։ Պլաններ կան արդեն։ Դա պլաններ չկան։ Այս պահին ինչ եք անելու, որ հավաքվել եք այստեղ։ Դե ուզում եք մեր ձայնը բարձրաձայնեք։ Ապարակնքելա կամ մեր հարցին պատասխանը, մեր աշխատավարձները ով է տալու։ Մենք մեր ղեկավարությանը հարց ենք տալու, մեր ղեկավարությունը հստակ չի կարող մեր հարցին պատասխանը, մեր աշխատավարձների հարցերը ով է լուծելու։ Թողան ասեն, ով է տալի, ով աշխատավարձ է տալու մեզ, թող աշխատավարձը տանենք մեր հարցերը լուծենք։ Այսինքն ինչքան կարելի է շարունակվի։ Երկար ժամանակ եք աշխատում։ Ну, մի 5 տարի կլինի։ 5 տարի կլինի, 5 տարվա ընթացքում ես հենց sense դեպք չեմ հանդիպել, որ sense լինի։ Աշխատավարձի ուշադրություն։ Вообще ոչի բան չի ելել։ Հիմա արդեն պետք է սա կոմունալ բան վճարած լինենք մենք։ Խնդրեմ բոլորով բարձրանանք ճամփեն մենք ոստիկանների հետ ոչ մի հարց պատասխան չունենք։ Ով է մեզի պատասխան տալ։ Թող գան մեր հարցին պատասխանի։ Կարանք բարձրանանք հարգելի լրագրող վերև։ Մեկը ես 13 թվից տեղ եմ աշխատում, 18 թվից Վարչով ապրում եմ։ Ու ես գործարանի աշխատելու իմ հաշվին ես գործարանի շնորհիվ ես 18 թվից Վարչը ոչ մի օր չեմ ուշացրել, իմ կոմունալներ ամեն ինչը ժամանակին մուծել են վարկերը բանը։ Մենք ուրիշ բան չենք պահանջում։ Հիմա եկավ կոմունալները մուծելու վաղտնա Վարչով էլ ապրում եմ։ Հեսա տանտիրոջ ես ինչ պետք է պատասխանեմ, զանգելու ասի դուս արի։ Երկու անչափահաս երեխա ունեմ, տան միակ աշխատողը ես եմ։ Ձեր աշխատանքն է վտանգի տակ այս պահին, դրա մասով ինչ կասեք։ Դե աշխատանքը ախր կոնկրետ բան չեն ասում։ Եթե կոնկրետ ասեն, որ օրինակ աշխատանքը չի լինելու, էդ էլ չեն ասում։ Եթե ասեն գոնե մենք իմանանք ինչ անենք։ Ոչ մի հստակ պատասխան չեն տալի, ում դիմում ենք, սաղ էլ ասում են չգիտենք, տեղյակ չենք, ոչ մեկ հստակ բան չի ասում։ Այսօր ումից եք ուզում պատասխան ստանալ։ Ում դիմել ենք, սաղ էլ մեկը մեկի վրա են գցում պատասխանը։ Հիմա չգիտենք մենք ում դիմենք։ Ասել ասող մնում ամենակ վարչապետի հետ ենք փորձենք հանդիպենք դատախազություն քնչական աշխատողների իրավունքները չեն խախտվի, վարչապետը այդպես բանել է, որ աշխատողների իրավունքները կպահպանվեն։ Հիմի որ գործարանը փակված է, մենք կուզենք իմանանք աշխատողների իրավունքը ո՞նց է պահպանվելու։ Հիմի ինչ ալներում մեր վիճակը, գործարանը բացվելու է, չի բացվելու։ Խնդրենք մեր վարչապետին դիմեր էկոնոմիկայի նախարարությանը թե ումը հրահանգեր մեզի պատասխան տանք բացվելու է հիմնարկը փակ մնալու ոնց անելու մենք անորոշ վիճակի մեջ գալիս տեթում ենք ամեն օր Քանի օր անգործ եք 10 օրից ավել է արդեն Այս ընթացքում եք դիմել որ ոչ մի արձագանք չեք ստացել Հերոսանկերություն հա Հիմնականում քնչական կոմիտեի հետ եք Դες գիտենք այս հարցը արդեն որ քաղաքական է մենք քաղաքականության մեջ չենք խառնվում, մեզ պետք է մեր գործարանը բացվի, բոլորս հետ ենք աշխատենք, ամեն մեկս հոգսեր ունենք, ընտանիքներ ենք պահում, հազարում մի հարցեր կա։ Անորոշ վիճակի մեջ է, գոնե իմանանք, չենք իմանում, աշխատելու ենք, ոնց անելու, անորոշ ամեն օր գալի եթում ենք։ Մեզ պետք է որ իմանանք ինչ է ոնց է, էլի։ Քանի օր է այսպես բողոքի ակցիաներ եք կազմակերպում։ Օրինակ, այսօր ինչ եք անելու ի վերջո ձեր գործողությունները ո՞րն է։ Ամեն ինչ ուզում ենք սահմանների մեջ լինի։ Չենք ուզում օրենքից դուրս ինչ-որ մի բան անենք։ Մեզ պետք է մեր զավոդը բացվի, մենք այդքան աշխատենք ուրիշ ոչ մի բան։ Ուղղակի ոչ պետք չի լսում մեզ։ Այդքան բան։ Դե նախաճիրը որ դες հիմա ոչ ոք չի լսում։ Դե ներկապային էլ որ ոչ մի բան չենք ուզում օրենքից դուրս ինչ-որ մի բան անենք։ Մեզ պետք է մեր ոնց ասեմ ձայնը ինչ-որ միտեղ հասնի։ Մեզի պատասխան տա։ Արարած ցեմենտը ոնց էր։ Բանից եկան կառավարության էկոնոմիկայի նախարարությունից եկան բացին աշխատին իրավական հարցերը ընթացքում սա եղավ։ Մի կանամերն է գան բացը մենք աշխատենք, այդ իրավական եթե ինչ որ գործընթացներ բան կա ընթացքում սա կանեն։ Մենք չգիտենք էլ սկի ով է մեր աշխատավարձի հարցերը լուծելու։ 2 ամսի 18-ն է։
Վաղվանից սկսվում է արդեն կոմունալները։ Թե ինչ անելու։ Դրանից հետո վարկերը։ Ամեն ինչը, ես չափ կա, էլի սահման կա։ Քանի մարդ է աշխատում։ Մոտ 80 հոգի։ 50 հոգի աշխատում։ Կանայք են կան մեր։ Այո, 2 հոգի։ Չէ, ունենք 4-5 հոգի կանայք։ Դե ամեն մեկը մի ձև, մի մեկը վարձով է մնում, մեկը անվարձ է մնում, հիմա ամեն մեկը մի ձև իր ընտանիքը պահում էր հաստատ։ Ոչ մեկը դժգոհ չենք ելել, ես 23 տարից դե աշխատում եմ։ Ես այսքան ժամանակ դժգոհ չեմ ելել։ Եթե դժգոհների հաստատ չի աշխատում։ Քաղաքական ենթատեքստեք տեսնում ես ամեն ինչ։ Դե ամեն ինչ էլ կա։ Ուղղակի մենք չենք խառնում այդ քաղաքական շոյի բանը։ Այսի մեր աշխատանքը լինի, մենք այդքան աշխատենք, թող իրանք իրենց հարցերը լուծեն։ Այստեղ իրականում մենակ մենք այս 70-80 հոգին չենք դժվաց էլի։ Դժվաց են մի քանի տասնյակ հաճախորդներ, դժվաց են մի քանի 100 շինարարներ, որ զավոդը փակ պահելու պատճառով հարյուրավոր մարդիկ են անցած բարավ մնացել։ Մենակ մենք չենք։ Զավոդից դուրս էլ այստեղ հետ կապ ունեցող մարդիկ էլ որպեսզի քարը գնեն, տանան շինարարություն անեն չեն կարող։ Մի հատ լավը պարտանալու բան ունենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը պետքա սարքվեր մեր Հայաստանի Հանրապետությունը պարտանալու տեղ ուներ։ Իսկ այսօր էդի կային էրա։ Գոնե խնդրում ենք կամ պահանջում ենք, ոնց գա հասկանան։ Գոնե բացեն այդ արձանը սարքենք, բրցնենք, դրանից հետո թող գա նորից սպագեն։ Այդքան բան։ Ժողովուրդ ջան, ես ամեն ինչի վերջին չա լինելու ուզես, ինչ պատկերություն ունեք։ Կարծում ենք, որ արդարությունը կգտնվի ու րոպեար շուտ կբացվի զավոդը։ Սենց թե չանելանելի վիճակում ենք բոլորս հայտնվել։ Ես այսօր արդեն ամսի քանիսն է 17-ն է կոմունալների ժամանակը կա, որտեղ կոմունալ ենք ասում։ Վարկերը միանից, վարձերը միանից։ Ես մեկը հաշմանդամ մայր ունեմ ու մնացածներն էլ ամեն մեկը իր հոգսում ցավ ունի։ Այսօր արդեն մենք վաղուց պետք է մեր աշխատավարձերը ստանայինք, մեր հարցերը կարգավորենք, բայց մինչև հիմա կոտրած տասնյակի առաջ ենք։ Ոչ մեկ չկա, որ մեր հարցերին պատասխանի, մեզ մի լուծում տա էլ այս հարցի շուրջ։ Իմանանք փագում է։ Արդեն ուրիշ բաներ անենք, ուրիշ տեղ գործ մանգանք։ Չի փագում, ուրեմն թող մատ օր ասեն, խոսքի հետ օրով իմանանք, որ այդ օրով գոնե բացում է։ Մենք էլ, չգիտեմ, կարողանանք արդեն մեր հարցերը կարգավորենք։ Հիմա աշխատավարձը մենք մեր ուրից ուզենք։ Մեր ղեկավարությանը ասում ենք, մեր ղեկավարն էլ անորոշ վիճակի մեջ է, չգիտի մեզ ինչ պատասխանի։ Որովհետև այդ մարդն էլ չգիտի ինքը ինչ անի։ Սենց անելանելի վիճակ է, չգիտենք։ Աստված ջան, եթե փակվի, ոնց դուք ասեցիք, պատրաստում եք այլ գործ գտնեք, թե պայքարել, որպեսզի ձեր աշխատավայրը։ Դե ներկայացնել է որ պայքարում։ Դե հələ որ պայքարում ենք, որ գոնե արդարություն լինի, որովհետև մի 6 տարի ես եմ ստե աշխատում, լիքը մարդիկ արդեն 20 տարուց ավելի ստե աշխատում են ու բոլորի համար է ոչ միայն աշխատանքը, ամեն սրտացավանք է, այդքան ստե համագ ունեն, այդքան ստե ստեղծած ունեն, այդքան տանջվել են մի բան ստեղծել են, էլի, այդ մի օրում չի կարա էլի գնակորի։ Այդ Հիսուս Քրիստոսի հարցանա պետք է կառուցեն, մարդը բարեգործություն անում, էդի փորձում անի, բայց դա էլ մեզնից կախված է, որտեղ մեր գործանից այդ քարերը գնում։ Բայց այն որ խոսքի կարար մեր երկիրը ծաղկի թե զբոսաշրջության թե туриզմի առումով, դա էլ է կանգնած։ Բոլորը այսինքն ցեպոշկով ոնց որ հերթականությամբ գնում է։ Արդեն քանի օր եք գնում գալիս եք։ Արդեն 10 օրից ավել է գնում գալիս ենք ու չգիտենք հələ ինչքան կգնանք ու արդեն չգիտենք, էլ չեն կարող ապրենք։ Այսքան ժողովուրդը միշտ լցված է, չգիտեմ որ արդեն չգիտի ինչ անեն։ Հիպոթեկով տուն են վերցնում, մեկը նորացին երեխա ունի, մեկը չգիտեմ 1000-ի հարց ունի, վարկ ունի, պարտք ունի, վարձով եմ ննում։ Որ վարձակալին է հասածես, չգիտեմ, թազատեղ գործ կճարեմ, մի ամսից, 2 ամսից նոր կարողանամ վարձը տամ, ասի հա հարց չկա։ Բոլորն այդ նույն բանին կհանեն մարդկանց տնից, այդ մարդիկ բա ինչ անեն։ Անելանելի վիճակ է, հարցին լուծում է, չէ՞, պետք տալ։ Կխնդրենք ղեկավարությանը երկրես հարցին լուծում տա, մենք ոչ մի բան չենք հակականացնում, ուզում ենք ամեն ինչ օրինական ճանապարհով լինի։ Ոչ ուզում ենք անօրինություններ անենք, ոչ էլ ինչ որ չգիտեմ վունտեր ենք անում կամ չգիտեմ ճանապարհներ ենք փակում կամ ինչ որ բան։ Խաղ ճանապարհով փորձում ենք այս ամեն ինչին գոնե լուծում տանք, էլի, չգիտեմ ոնց կլինի։ Գոնե օրինակ չեն արձագանքել։ Թե որտեղ ուրեմն արդարություն չկա, որ չեն արձագանքել։ Այսքան մարդը ստե գալիս են ամեն օր այն հույսով, որ կարող է իրանց աշխատատեղը բացվի, ու լավ մինչև հիմա չի բացվել։ Չգիտենք ինչ անենք, իրոք չգիտենք ինչ անենք։ Այսօր արդեն ամսի 17-ն է, այս ամսի 20-ին ավտոմատ կերպով հոսանքները անջատվում է։ Լմնացած բաները չեմ ասում, այն վարկեր, մարկերը։ Այդ մարդիկ էլ հետո գնելու են Հարկադիր Էսյանինյան, էլի պետությունը պահանջելու է, որ այդ Հարկադիրը փակվի, ոնց են փակելու։
Սա չի լինի, էլի այս հարցին պետքա լուծում տվեցվի։ Ոչ տունտունի կա, ոչ էլ բոլորն էս թե հասուն մարդիկ են, ընտանիքներ ունեն, երեխեք ունեն։ Այ ո՞նց էս հարցին լուծում տանք։ Այ դուք ասացիք, որ արդեն այդպիսի օրինակներ կան, որ զանգել են ասում, թե վարձի չկա։ Ճիշտ է ասում։ Վարձով ավրող մարդիկ են կեսի շատը, զանգել են ասում են եթե վարձը չփոխանցիր, կարաս արդեն տունը ազատել, ես ուրիշ մարդ բերեմ արդեն նստի։ Եմ մարդուն ինչքան բացատրես 11-րդ օրնա գնեմ գարցեք, ու փագած է զավոդը։ Ինքը չի տեղավորվում, ասում են ինձ էդի կապ չունի, ասում ձեր հիմնարկը խոսքի փագած է, ես էլ այդ գումարը ծախսում եմ ուրիշ բանի վրա, պետք է վարձը տա, եթե չես տալի տունը ազատի։ Դե ինչքան դες խոսքի ասես։ 15 տարից դե աշխատում եմ, ասես բան չի ելը խոսքի։ Գալիս ես ինչ օրը որ արդեն հիմնարկը փակում եմ, ոչ մի բան չենք ուզում։ Դու հիմնարկը բաց է, մենք էլ գանք մաքուր ակուրատ աշխատենք, մեր գումարը ստանանք, մարդկանց հարցերին կարողանանք լուծենք։ Ոչ մի վարձական Ներկայապես դեռ խոսում, բայց հեռախոսին զանգա գալի, մի չես կարա մարդուն խոսքի անտեսը զանգում ես, ասում խոսքի գումարը պետք է փոխանցվի։ Մենք էլ էստա հարցեր ունենք լուծելու։ Ումից ուզես այդ գումարը։ Այսօր ոչ մի վարձակալ, ոչ մի պատկատեր մեղավոր չի, որ մեր գործարանը փակվել է, մենք էլ մեղավոր չենք, բայց դա մարդկանց են որ ասում է հերթականությամբ, ես մի հատ ցեփ է։ Մեզնից է այդ մարդկանց հարցերն է կախված, բայց դա մենք էլ պետք է աշխատենք, չէ՞ որ այդ մարդկանց հարցերն է լուծում, մեր հարցերն է լուծվի, առաջնայինը մեր հարցերը։ Հիմա չգիտենք ինչ անենք, այս աշխատավարձի հարցերով օթից կախված է։ Հիմա պահանջում եք գոնե սանսվա աշխատավարձ։ Գոնե սանսվա աշխատավարձը, գոնե աշխատի, մեր աշխատավարձերը փոխանցեն Կարանանք, չգիտեմ, աշխատենք ապրենք, ինչ պարտադիր պետք է եթանք, չգիտեմ, անօրինական քայլերի եթանք գողություն անենք կամ ինչ որ բան անենք մեր տոնը պահենք։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում տենց է, սոված մարդը ամեն ինչի էլ պատրաստ է, ամեն ինչի։ Այսօր մեզնից բռնցած լրագրողներով ու յուրաքանչյուր կառույցներով որպես ֆիզիկական յուրաքանչյուր մարդ էլ որ սոված մնաց ամեն ինչի պատրաստ է։ Ուղղակի չենք ուզում էլ են որ ասում անօրինական քայլերի գնանք։ Էդի մի վարքյան բա բանը։ Մի հատ հելենք ստե փողոց փագենք, մի քիչ բունտ անենք, չգիտեմ, ինչ որ մարդկանց խանգարենք, արդեն էդի անօրինականությունա չենք ուզում տենց բաներ անենք։ Խի մեր ձենը չի հասնում, էլի չի հասնում երկրի ղեկավարությանը։ Այսքան մարդ ինչ անեն։ Իրոք չգիտենք ինչ անենք։ Կոնկրետ մի հատ պատասխան չկա, մեր հարցերին պատասխան չկա։ Այս արդեն 10 օրից ավել է գնում գալիս ենք, այս մարդիկ սա հույս ունեն, որ գոնե մի օր շուտ այս հարցերը լուծվելու է, ոչ մի հարց չի լուծվում։ Ինչքան սենց։ Պատրաստվում եք դեմ արդեն հանդիպում պահանջել վարչապետին։ Այո, պահանջում ենք, այո։ Այո, պահանջում ենք։ Այո, պահանջում ենք։ Կխնդրենք երկրի ղեկավարությանը մեզ մի հատ մեր ձայնը լսի, մի հատ հասկանա, մի հատ մեր իրավիճակի մեջ մտնի։ Ինչքան սենց։ Թեկուզ եթե կապարակնքում են, թող գոնե որպես պետությունը իր կողմից մեզի փոխհատուցել այս վիճակի համար։ Հիմա մենք ումից փոխհատուցում պահանջենք։ Գործարանը փագա, տնօրենությունը, վերադասությունը չգիտեն ինչ ասեն։ Իրանք էլ անորոշ վիճակի մեջ են։ Հայաստանի Հանրապետության սահմաններում չեմ կարծում, որ նման բան կարա լինի, բայց հույս ունենք գոնե ես իմ մեջ այդ հույսը պահում եմ, որ արդարություն կարա լինի, րոպե արշուտ, որ էսի բացվավ հաստատ այդ պետության բյուջեն չեն կպնի, էլի։ Պետությունը չի փոխհատուցի։ Մեր գործարանի, մեր վերադասությունը հաստատ անենց կանի, որ յուրաքանչյուր աշխատողի համար ստե լիքը լավ կլինի։ Այսքան ժամանակ է միշտ աշխատավարձերը մի բան է շուտ փոխանցվել է։ Շատ գոհ եմ, ես այս զավոդից, թե վերադասությունից, թե պարոն Ծառուկյանից շատ գոհ եմ, որ այսքան վաղ տենց մի հատ խնդիր չի եղել, որ չգիտեմ, աշխատավարձից նեղվի, այսօր յուրաքանչյուրն է աշխատում են աշխատավարձի համար ու այն բանի համար, որ լավ մթնոլորտ է, ամեն ինչը շատ հիանալի կերպով է կազմակերպվում, բայց հիմա չգիտենք ինչ վիճակը։ Անորոշ, անհասկանալի վիճակ է, որը պետքա լուծում տվեցվի, այդքան բան։ Ժողովուրդ ջան, միայն ձեր զավոդը չի, հա, որ փակված է։ Հիմա շատ այդպես փակված զավոդներ կան ու շատ մինչև 10,000 ու ավելի աշխատակիցներ խնդրի առաջ։ 10,000 լսել ենք, որ 15,000 աշխատողներ հիմա աշխատանք չունեն։ Իրենք ընտանիքներ են Պահում, բոլորն էլ ընտանիքներ են պահում, բոլորն էլ հարցեր ունեն լուծելու, բայց հիմա ոչ մի բանը չեն կարող անել։ Մենք 70-80 հոգի աշխատող ենք, տեսեք հազարավոր մարդիկ, հազարավոր ընտանիքներ են, այդ մարդիկ ինչ են անելու։ 10-11 օր գալիս ենք, այդում ենք, ոչ մի բան չկա, ամեն օր հույսով որ զավոդը մի օր կբացվի, բայց ոչ մի բան չկա։ Բայց այդտեղում հետաքրքիր է, ես աշխատում, թե չեմ աշխատում, ինքը շատ փոքր է։ Հիմա ասենք ով է կարող այդ հարցին պատասխանել, մեր աշխատավարձը ով է տալի, ով է ապահովում։ Այդ հարցերը ով է զբաղվում, թող գան, հաշվապահությունը բացեն, մեր տնօրենը մեզի փոխհատուցի։ Մենք վստահ ենք, որ մեր տնօրենը հենց կանի, որ սաղից համար լավ է լի։ Մենք իրանցից ոչ մի բան չենք ուզում։ Մենք մեր հալար քարտինքն ենք ուզում։
Ձեր բազում հարցերին ինչ որ մեկը պատասխանում։ Ոչ մեկը չի պատասխանում։ Ինչու չեն թողնում որ Չեմ բանն մանգալի, բայց ոչ մի բան չեն ճարում։ Մաքուրա զավոդ։ Ստուգումներ է, բայց միշտ է ստուգումները որել էլա, զավոդը չեն կանգնացել, չեն փակել 10-11 օրով որ ստուգում։ Միշտ էլ եկե գնա ստուգումներ էլա, շատ է։ Մինչև գործարանի կապարակը քվելը ստուգումներ գնացել է Պեկի կողմից եկեն մտել են Պեկի աշխատողներն են եղել, ԱԱԾ-ի աշխատողներ եղել, ոստիկանության աշխատողներ եղել, ստուգումները գնացել է, եթե ինչ-որ խնդիր կար, կարային հենց այդ նույն րոպեին կամ հաջորդ օրը կանխեն գործանի աշխատանքը։ Բայց ոչ մի խնդիր չի եղել։ Փորձել եք մնացած կապարակապված ընկերությունների աշխատակիցների հետ միավորվել, ինչ որ ակցիաներ անել, ինչ այդպես ավելի լսելի լինի։ Ճիշտն ասած, հələ ոչ մեկ էլ ոչ մի բան չենք խոսում։ Կարծում ենք, որ մենք գոնե մեր աշխատողներով, մեր կոլեկտիվով գոնե մեր ձայնը կլսեն, բայց այսօր բոլորս էլ մուլտի գրուպում ենք աշխատում, ընդհանուր մի գործընկերություն է, որը ասենք տարբեր աշխատատեղեր ունի ու հազարավոր աշխատողներ ունի։ Ու այս հազարավոր աշխատողները սպասում են իրենց աշխատավարձին, սպասում են իրենց աշխատանքին։ Ասացիք ստուգումներ են եղել, երբ են եղել։ Գործանը փակելուց մոտավորապես մի 10 օր առաջ։ Մոտավորապես։ Ոչ մի բան չկար։ Իմ կարծիքով պետության կողմից եթե ինչ-որ իրավախ խախտում, ինչ-որ բան լիներ, նույն րոպեին պետք է կասեցվեր աշխատանքը գործարանի։ Այդ դեպքում ինչու փոխեցին ձեզ։ Քաղաքականացնում են։ Մենք է քաղաքականության հետ կապ չունենք։ Ընդհանրապես կապ չունենք, ոչ պրովոկացիաների մեջ ենք մտնում, ոչ էլ մանիպուլյացիաների մեջ։ Կապ չունենք քաղաքականության հետ։ Մենք հասարակ աշխատողներ ենք ստե բոլորս։ Մեզ քաղաքականությունը ընդհանրապես չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է մեր աշխատանքը։ Զավոդը բայց աշխատի էլի։ Կարան չէ։ Ոնց որ միշտ էլա, Դա հելեր է 23 տարի ես տե աշխատում եմ, ամեն անգամ էլ եկել են, երևի 2 տարի, 3 տարին մեկ եկել են, ստուգել են, բայց մենք ոչ մի անգամ չենք իմացել, որ եկել են կամ գնացել։ Այս անգամ տարբերվող է նրանով, որ բոլորիդ հասանելի դարձավ։ Հա, այս անգամ իմացանք էլի ինչ, որ ստուգումներ կան, բայց մնացած անգամները մենք չենք իմացել։ Հիմա մեր պահանջը, մեր խնդրանքը կան մեր գործանը բացեն, մենք աշխատենք, այդքան բան։ Ես ուզում էի ձեզ հետ խոսել, որպես կանանցից մեկով, որ աշխատում եք այստեղ։ Ինչ կասեք ես ամեն ինչ։ Ես խնդրանքով դիմում եմ պարոն Փաշինյանին եւ կառավարությանը, որ մեր այդ հարցին լուծում տա։ 23 տարի աշխատում ենք ես այս հիմնարկում։ Մեր եկամտի միակ աղբյուրը այս հիմնարկից է։ Ուստի խնդրում եմ թող շուտ բացենք, աշխատենք։ Ի վիճակի չենք, չէ՞ որ մեր եկամտի միակ աղբյուրն է։ 100 մի ցավ ունենք, 100 մի դարդ ունենք, այդ ֆինանսը, այդ եկամտով ենք մենք կարում մեր ընտանիքը ապահովենք։ Խնդրում ենք պարոն Փաշինյանի եւ կառավարությանից հարցին լուծում տա։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարաս, անընդհատ գալիս ենք։ Ես առաջի դեպքն է, որ այս 23 տարվա մեջ այս դեպքը լինում է։ Կներեք, ուրիշ էլ ինչ կարամ ասել, ցավը տանը։ Ձեր եկամտի միակ աղբյուրն է միշտ Հա, միշտ սրանով է 23 տարի։ Մեր շեֆերը միշտ ժամանակին աշխատավարձերը տվել են, մեր բանվորներից նկատմամբ հարգալից են եղել։ Ուղղակի պարոն Փաշինյան, եթե հնարավոր է, եթե լսում եք, խնդրում ենք ուղղակի բացեք մեր գործարանը, որ կարանք մենք ապրենք, մենք մտնենք հունի մեջ, չգիտեմ ինչ ասեմ։ Դուք որպես ինչ եք աշխատում։ Հավաքարար։ Հավաքարար եմ աշխատում, բայց միշտ հարգանքով են վերաբերվել շեֆերը մեզ հետ, շատ լավ է եղել, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ, աշխատավարձերի ժամանակին ստացել ենք, ուղղակի պարոն Փաշինյանը թող վերանայի ես հարցը լուծում տա, այդքան մի բան եմ խնդրում, ուրիշ ոչ մի բան, կներեք։ Հա, բարձրացել է։